սա առաջին հարցը զրույցն է, այո, նշանադրությունից հետո։ Որպես բլոգեր ես շատ եմ կաղացել լիքը հարցերում։ Ո՞նց եք ծանոթացել դու եւ Վազգենը։ Տանեցիները դեմ եղան։ Ինչու իրար հետ կոնտենտ չունեք։ Արսենը Գրիգորյան, Արսեն ջին մոտեցավ ինձ ասեց Վազգենը ինքը քյարթ է։ բոլորի կողմից շատ իգնոր եղած եմ լինելու։ Արդյոք դա չի խանգարում ձեզ ֆինանսական թեման։ Դե միասին հիպոթեկ ենք փակում։ Ձեր ամուսնական բնակարանն է լինում։ Այո, անվճարը այդ պահին կարևոր էր մեր ընտանիքի համար։ Հարսանիքը պլանավորում եք արդեն։ Օպա։ Օրինակ, հիմա որ դու մենակ ես ապրում, ձերոնք հանգիստ են այդ փաստը ընդունել։ Իսկ ի՞նչ գեղոսրտի։ Եթե չես վազում, քանի դեռ առողջ ես, ստիպված կլինես վազել, երբ հիվանդանաս։ Հորացիոս։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրն է Անի Արզումանյանը։ Բարև Անի։ Ողջույն Արոզ։ Ինչ կա, ո՞նց ես։ Սովորական, առօրյա։ Լավն էր աֆորիզմը։ Շատ լավներ։ Ո՞նց ես գտել։ Գրում ես աֆորիզմներ։ Չկրկնվող։ Այո։ Ցույց կտաս քո մատանին։ Իհարկե, մատանիները։ Մատանիները, բայց երկրորդը արդեն մեկը առաջարկության, մեկը նշանադրության։ Այդ նույն, հա, այս խոսքապի, այսինքն։ Խոսքապ մենք որպես այդպեսին չենք արել, նշանադրության։ Իրականում առաջարկության մատանին համարվում է նվեր մատանի, ովքեր չգիտեին։ Այսինքն տենց առասարակ առաջարկության եւ նշանադրության մատանին տարբեր մատանիներ են լինում։ Բայց ես այդ ինչ հարիֆություն արեցի եւ երկրորդ մատանին չունեցա։ Չէ, դե իրականում այդ շատ ծայրահեղ է հաշվում, բայց առհասարակ գլոբալ մարդիկ մտածում են, որ առաջարկության մատանին ուղղակի նվերը։ Նշանված աղջիկ ես հիմա, քանի տարեկան ես։ 25։ Ոնց ես քեզ զգում այդ նոր ստատուսում, որովհետեւ դու ասենց բոլորիս համար ջահել աղջիկ նոր թարմ դեմքն ես եւ մեկ էլ հոպ ստոպ։ Իրականում հաշվի առնելով, որ մենք շատ երկար տարիներ շփվում ենք։ Վազգոյի հետ։ Ահա։ Վազգո ասեմ թե Վազգեն։ Ոնց հարմար է։ Վազգենի հետ։ Այո, Վազգենի հետ, քանի որ երկար տարիներ շփվում ենք, ուղղակի այդ ամեն ինչը կադրից դուրս է, դրա համար մարդիկ sense միանգամից ինչ նշանվել, որ եթե սի սկզբանե այդ ամեն ինչը ցույց տայի, ավելի շատ կլիներ այս լավա նշանվեցին։ Խի sense ձգձգում, բայց իրականում sense գլոբալ սկզբում ուղղակի տարբերություններ, որ ուր գնում էի շնորհավորում էին անընդհատ, բայց գլոբալ դե տարբերությունը ինչ ուղղակի պետքա միշտ այս մատանիների մասին չմոռանաս, որ չկորցնես, լվացվելուց հետո էլի հագնես, տենց է դա տարբերությունը։ Կամ ուղղակի մի դիր իմ լայֆ խաղը ես չեմ դնում, որ չկորցնեմ։ Անի, քո եւ Վազգենի հարաբերությունների մասին այսօր անպայման խոսելու ենք, որտեղ ոնց հասկում սա առաջին հարցը զրույցն է, այո, նշանադրությունից հետո, թե էլի ես տվել։ Չէ, չեմ տվել հարցը։ Սա սուպեր էքսկլյուզիվ է լինելու։ Վերջերս նաեւ արդեն քայլ ես կատարել հաղորդավարական քո կարիերան, սա առաջին փորձն է, այո։ Այո, որպես հաղորդավարուհի երբեք հանդես չեմ եկել։ Եվ հիմա երկու աստղում Արամ Էմպետրու հետ վարում ես երկու աստղ հաղորդում, ինչը բավականին մեծ ձեռքբերում է։ Պատմիր քո էմոցիաներից, զգացողություններից։ Ինձ թվում է, եթե ես երկու աստղում մասնակից չլինեի, միանգամից հաղորդավարուհի լինեի, մի քիչ ավելի անեմոցիա կլիներ այդ ամեն ինչու, ավելի գործնական ու չոր կնայի դրան, կուրախանեի շատ, բայց մի քիչ ավելի սառը կդատեի, բայց քանի որ ես եղել եմ մասնակից, ես այդ խոհանոց ամեն ինչը տեսել եմ, ես շատ ուրախացա, որովհետև երբ վերջացել էր, ես ինձ չէի ուզում բաժանվել, այդ ամեն ինչից այդ process-ը իրոք շատ հավես էր, ու որ ստացա առաջարկը, նախ երբեք իրոք չէի սպասում sense առաջարկի, որովհետև իմ համար այդ ամեն ինչը այդ դերը այնքան անհասանելի էր թվում, իմ համար մասնակից լինելներ էր sense wow, ուր մնաց հետո այդ դերը, ու երկրորդ եթերաշրջանին ընդառաջ որ ստացա, շատ անակնկալի եկա, իրականում sense սկզբում վախենում եմ, մտածում եմ, որ չեմ կարողանա ու մտածում եմ, որ ինձ կարող է մի փոքր ավելի խիստ աչքով նայի հանդիսատեսը, որովհետև բլոգերները միշտ էլ ավելի խտրական վերաբերմունք են ստանում, բայց արի ուտես, որ այդպես չեղավ, մարդիկ շատ լավ էին արձագանքում, ես հատկապես առաջին նկարանման օրը գերլարված էի ու ամեն տեքստը մի 7-8 անգամ ասում էի, նոր ստացվում էր, չնայած որ լիքը փորձել էի տանը, բայց ըստ հանդիսատեսից նույնիսկ նամակներ էի ստանում ընթացքում, Անի ջան, մի լարվեք, ման, ասենց հասկացա, որ իրականում շատ հաճախ մեր ուղեղում է այդ ծայրահեղ կետը խտրականության, քան այն իրականում կա։ Բայց քեզ հիմնականում սիրում են, դու տենց սիրվող
բլոգերներից ես։ Դե հա, ուղղակի որ նոր դերով էի հանդես գալու որպես հաղորդավարուհի, մտածում եմ որ կարողա մարդիկ ավելի խիստ ընկալում ունենան, բայց արի ուտես այդքան էլ տենց չէ, լիք ժամանակ մենք ավելի ծանր ենք պատկերացնում, քան կա ու հասկացա որ նույնիսկ եթե այդպիսի վերաբերմունք լիներ, ինչքան ես շատ տեղ տամ դրան, այնքան ավելի ես եմ տուժելու, այնքան ավելի վատ եմ իրականացնելու իմ աշխատանքը, պետք է ուղղակի այդ բան պատկերացնել, որ ոչ մեկ էլ քեզ չի նայում, ոչ մեկ էլ ոչ մի բան չի ասում, դու քամոր տանը նստած անում ես այդ ամեն ինչը։ Ուղղակի մի քանի օպերատոր եւ լույս է միացրել։ Հա, պատկեր էդ էլ տնեցիկ են։ Մաման, Բայց պապան։ հավեսա վայելում ես այդ հերոստատեսության շարմը, ասեմ, այդ հավես մասսայականությունը։ Ու իրականում սենց ես շատ մեծ տարբերություն եմ զգում որպես Անի, ինչ հաղորդավարի եմ ու ինչ մինչև այդ։ Իրոք այս վերջերս տենց թորիել էի նկարում։ Ես հասկանում եմ, որ այս տարի որպես բլոգեր ես շատ եմ կաղացել լիքը հարցերում, որովհետև լիքը պասիվություն եմ ցույց տվել, շատ հաճախ լիքը դեդլայներ խախտել եմ, լիքը բաներ այնքան եմ ուշացրել, որ ստիպված քենսել եղել, բայց այս շատ առներով շատ եմ թերացել, բայց գլոբալ սենց ինքս ինձ որպես Անի շատ level up եմ զգում մի տեսակ, սենց լրիվ ուրիշ Անի եմ ես 2025-ում տեսնում ու դրա մեջ նաև մեծ դերակատարություն ունի երկու աստղում, թե որպես մասնագիծ, թե որպես հաղորդավարուհի ներկայանալը։ Իրականում մենակ մի բան կարամ ասեմ, որ այս պահին մի տեսակ մոտս ինձ տպավորությունա, ոնց որ ինձ բոլորը ճանաչեն, լինի փոքր, մեծ, միջին տարիքի, դե ուսանողներ, դպրոցականներ, երևի դրա մեջ նաև մեծ ազդեցություն ունի սիթքոմը, որում նկարահանվում էի, որովհետև իր ազդեցությունները էլի բավականին մեծ հոսք եկավ։ Ու սենց այս պահին տպավորություն էր, որ տենց բոլորը ճանաչում են, բայց համել դրա այդ մեկտեղ ես ոնց որ չգիտակցեմ, որ այդ իմ կյանքն է։ Իրականում այդ ամեն ինչքան արագ կատարվեց, որ սենց հələ իմ մեջ լրիվ այդ գիտակցումը չկա, ինձ թվում է ես հələ այն դպրոցական Անին եմ, էլի, ով այս ամեն ինչի մասին երազում է։ Երևի ինձ մի քիչ էլ է ժամանակ պետք, որ այս ամեն ինչը յուրացնեմ։ Նշանդրեկն է մի կողմից։ Նշանդրեկն է մի կողմից, վարդականել եմ ստացել, այդ էլ մի կողմից, հա։ Ոնց։ Երեխեք պատմեմ։ Առաջին անգամ։ Չէ, երկրորդից։ Երկրորդներ արդեն նորմալ քշեցի, ստացա։ Շնորհավոր։ Օպրեսա։ Էդ էլ հələ չես մարսել։ Չէ, այս առհասարակ Իսկ չեմ մեքենա ունես, դեռ չունեմ, բայց հեսա կառնես։ իրական մի հատ անկեղծ բան ասեմ, այն մարդիկ ում գործը կենտրոնում է։ Իմաստ կա ավտո ունենալ։ Բայց դու կենտրոնում ես ապրում։ Դեռ չէ, բայց հեսա տեղափոխվելու եմ։ Որ ամուսնանաս։ Մի քիչ ավելի շուտ։ Եթե ուզես, կարամ տամ ավտոս քշես, որտեվ ես խփելուց հետո վախենում եմ քշեմ։ Չես քշե вообще։ Չէ։ Ովքեր չգիտեն, ես շատ ուժեղ ավտովթարի եմ ենթարկվել իմ մեղավորությամբ։ Բայց կարևորը քեզ բան չի եղել։ Այո։ Շարժվենք առաջ, երկու աստղում աստղերի հետ ես շփվում։ Կոնեք ես վերջերս Խորեն Լևոնյանի հետ էի հարցազրույց անում եւ իմ համար դա ոնց վախենալու էր անկեղծ ասեմ, բայց պարզեց, որ ինքը մի հրաշալի ջերմ, թեթև անձնավորություն։ Եղել է քո հետ տենց շփումներ բացահայտես աստղերին քեզ համար ընկերանաս, նոր ես մտել շոու բիզնեսի վերջը, ոնց են քեզ դիմավորում։ Իրականում շատ ջերմ, համ ընդհանուր պրոյեկտի շրջանակներում շատ ջերմ մթնոլորտ է տիրում, այսինքն բացի մասնակիցներից, աստղերից, նաև ստաֆի մասին է խոսքը գնում, սենց ընդհանուր շատ ջերմ միջավայր է ստեղծված, ու ես ամենասկզբում մտածում էի, որ տենց բոլորի կողմից շատ իգնոր եղած եմ լինելու, որովհետև բլոգեր եմ, որովհետև տենց անկախ ամեն ինչից նոր եմ այս ամեն ինչում, իսկ իրանք արդեն բայց դու կներես տենց մի ասա, որովհետև հիմա ոնց որ ուշադրությունը բլոգերների ձեռքն է։ Ես հենց հիմա դա էի ուզում ասել։ Ու տենց իմ մտքերում այդպես է լինելու, բայց եղավ ճիշտ հակառակը, որովհետև շատ հաճախ նույնիսկ մարդիկ մոտենում ասում էին ինչ խորտ կտաս, ոնց անենք, կաղա իրար հետ թեկոզ ինչ որ մի բան անենք, ու ավելի շատ ես հենց ինձ կարևորված սկսեցի զգալ, քան դրա հակառակը։ Ես հասկացա, որ մարդիկ հակառակը ասենց ուզում են շատ հարումներով նմանվել, խորհուրդներ հարցներ, ասում էին ինչ անեն։ Մի հատ բան ասեմ, այնքան է մեջս այդ տպավորվել։ Հիշում եմ Արսենը Գրիգորյան, Արսեն ջին, մի հատ վիդեո էր ինչ որ նկարում, ընդհանուր առմամբ վլոգ էր նկարում երկու աստղի backstage-ից։ Մոտեցավ ինձ ասեց անդու էլ նկարվի, որ վիդեոս ռեյտինգ ունենա։ Ես այնքան ինձ ոնց գացի այդ բանը, որովհետև ինքը իմ մանկության կերպարներից է շատ կարևոր ու գալիս է ինքը ասում է նկարվի վիդեոմս, որ ռեյտինգը բարձր լինի։ Ցույց չտվեցիր, որ հուսա։ Չէ, ես այնպես բայցի, որ հա իհարկե Արսեն ջան, հեսա մենեջերս կկապվի ձեզ հետ։ Մենեջերսը Վազգենն է։ Լուրջ Վազգենն է քո մենեջերը, այսինքն որ քեզ Գովազդի Արմազյան
զանգում են, քո ընկերն է, քո նշանածն է վերցնում։ Այո։ Հաճախ եթե օրինակ 5 գործընկեր ում հետ ես էի կամ կապը պահում եւ այլն, ես եմ անում, բայց եթե նոր գործընկերը մասնապես եթե պրոբլեմատիկ գործընկերներ են, արդեն Վազգենն է բանակցությունները վարում։ Ոնց Վազգենը։ Շատ վաղուցայինք նա անում իրական, մինչև նշանվելներ, որովհետեւ հաճախ հասկանում ես, որ այլ նպատակներով են զանգել։ Չէ, տենց այլ ավելի շատ հասկանում ես, որ այո, ինչ որ քյարթ գործընկեր է, ում հետ ավելի տղավարի է պետք բանակցությունները վարել։ Այո, Օդին եւ ավելի այդպիսի մակարդակում է պետք վարել բանակցությունները, որ արդյունք ստացվի, էլի։ Իսկ Վազգենը ինքը քյարթ է, այսինքն կարողանում է մտնել այդ ռազմորկեքի մեջ։ Նա պոնյատով է, պոնյատներով է։ Տիրապետում է։ Այո, ինքը իրականում գլոբալ կյանքում այդպեսին չի, բայց բանակցությունները այդպես կարում է վարել շատ լավ։ Այսինքն կախված իրավիճակից կարողանում է իր ունակությունները դիվանագետ է։ Բակում մեծացած տղա է։ Այո։ Քանի որ ես իր ստենդափներին եղել եմ Արի ստենդափում, իդեպ բավականին լավ ստենդափեր է Վազգենը, ովքեր չգիտեն, եւ այդ տպավորությունը չի թողել, որ կարող է քյարթոտ վիճակների մեջ իրեն դրսևորել, բայց լավ է։ Այդ ասում եմ, իրական կյանքում այդպեսին չի, բայց եթե այդպես է պետք, նա այդպեսին կլինի, էլի բանակցություններում։ Շատ լավ է, պլյուսի կդնեմ։ Անի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ես դու ավարտել, բայց բավականին լավ կարողանում ես բռնել քո կերպարների ինչ որ կարևոր հատկանիշներ, ցենց դերասանական իզյումինկա ունես։ Հետաքրքիր է, ինչ տրավմաների արդյունքում է դա ձևավորվել։ Թատերական չընդունվելու տրավմայի արդյունքում իրականում ես շատ եմ ուզում թատերական ընդունվել, բայց դե բնականաբար տանեցիները դեմ եղան, ասացին, որ դա ֆունդամենտալ մասնագիտություն չի, ավելավա գնա, նորմալ կրթություն ստացի, հետո եթե կուզես հետ կանես եւ այլն, բայց արդարության համար ասեմ, որ ես ուզում եի պարարվեստի ռեժիսոր ընդունել, որովհետեւ այդ տարիներին պրոֆեսիոնալ պարով էի զբաղվում, բայց ծնողներս մտածում են, որ հասնելու եմ ինչ-որ X տարիքի ու էլ ֆիզիկապես փող չաշխատել եմ մի կողմ, ասում են, էլ կարող է ֆիզիկապես ի վիճակի չլինեմ, պարել։ Բարի դասատու կդառնայի։ Դե իրանք մտածում են, որ միշտ պետքա բարի դասատուն էլ, պետքա երեխեքին հավասար բարի, բայց ես կարծում եմ, որ հենց այնպես չի, որ ես չհայտնվեցի թատերական ինստիտուտում, որովհետև այս պահին չգիտեմ ինչի ներքին համոզմունք ունեմ, որ եթե ես ընդունվեի թատերական, ես բլոգինգով չէի զբաղվի։ Այսինքն այդ թատերական պաթոսը քեզ կուլ կտար։ Հնարավոր է կուլ տար եւ հնարավոր է որ դասախոսների կողմից այնպիսի արձագանք ստանայի դրանից, որ կոմպլեքսավորվեի եւ մտածեի, որ գուցե սա ճիշտ չէ։ Համաչում ինչով է զբաղվում։ Այդ խելար գրողը տանի եւ գրողը տանի չզբաղվես ամեն ինչով։ Իսկ միջազգային հարաբերություններում չեն եղել տենց ռիսկեր։ Իրանք Instagram չունեին։ Լավ է սովորել միջազգային հարաբերություններում։ Իսկ քեզ ասել էին անվճար պետք է ընդունվես, թե չէ չես գնա։ Անվճարը այդ պահին կարևոր էր մեր ընտանիքի համար, ինչ խոսք, որովհետև վարձը բավականին բարձր էր, 800,000 դրամ էր կազմում այդ ժամանակ, տոլի դաժե ով էլ չեմ հիշում։ Էդ էլ դե կլորիկ գումար է, այն էլ 4 տարի, ու տենց ես պետք է անվճար ընդունվեի եւ պահեի անվճարս։ Ես էլ եմ տենց ճխլելով ընդունվել, տենց որ ապրումակցում եմ անջան։ Ոնց ես գցել դու պարուհի ես։ Եղել, հիմա այս պահին չեմ զբաղվում։ Չի Տրավմայի արդյունքում, որովհետեւ ոտքս վնասել է մրցույթի ժամանակ եւ չէ, որտեւ անվճար էի սովորում ու չէի հասցնում գնալ, բայց չես հիշում։ Ինչ է չեմ Մի շարժում։ Հիշում եմ։ Ցից կտես։ Հա, իհարկե։ Սպասեք։ Օպա։ Վաու։ Ծափարություն է։ Այս բրեյքդանսեր, բայց այս հարմար էր մի տեսակ ստեղանելու համար։ Գոր գլուխ, այս սենց բան, մարդիկ կմտածեն, ես հենց այս շարժումի պատճառով եմ թողել պարը։ Անի, քո մոտ լինում է, որ չիմանաս ինչ նկարես։ Լիքը։ Ինչ ես անում տենց դեպքերում։ Մի հատ թեթև պաուզա, այն ժամանակ ես ինչ էլ լինի, մեկա ստոպ չէի տալիս ու թեկուզ ճղվելով, բայց այդ պահին մի բան մտածում էի, նկարում էի։ Հիմա տենց չեմ անում։ Հիմա սենց թեթև ստոպ եմ տալիս, սպասում եմ մոտիվացիա զգա, նոր նկարում եմ։ Հիմա խոսենք քո հարաբերություններից։ Այո։ Ոնց եք ծանոթացել դու եւ Վազգենը։ Հենց հումորն է մեզ կապել, որովհետև մենք ծանոթացել ենք ԿՎՆ-ի ժամանակ, դպրոցական տարիքում երկուսս էլ ԿՎՆ էինք խաղում, ուղղակի տարբեր թիմերում էինք խաղում։ Նույն դպրոցում,
Թե տարբեր դպրոցներ ենք մենք ներկայացնում եւ տարբեր դպրոցներից այդպես տարբեր թիմերից իրար որպես հակառակորդ էինք այդ ժամանակ, բայց մեր կավայնում էլ այնպիսներ մթնոլորտը, որ միևնույն է թիմերը իրար մեջ շատ ընկերական էին եւ այդպես ծանոթացել ենք ես 15 տարեկան էի, Վազգեն էլ 16։ Լրիվ երեխա։ Այսքան։ Տենց ոնց հասկացաք, որ ուզում եք իրար հետ լինել։ Հետևիցդ եկա, ձեր բաժես դիմաց սպասես։ Դպրոցի։ Հա, դպրոցի։ Մենք իրականում տենց ինչ որ սկսեցինք ավելի մոտ լինել, երբ գնացինք միասին կավեինի ճամբար, որտեղ նաև ամառները եւ ձմեռները կավեինի ճամբարներ կային։ Տենց ճամբարում արդեն ավելի մտերմացանք, սկսեցինք մոտ ընկերական շփվել, հետո արդեն սկսեցինք էմոցիաներ ունենալ։ Գիտեմ, որ նաև ինչ որ դադարներ են ունեցել ձեր հարաբերություններում։ Ինչի՞։ Որտեվ 16 տարեկան էինք, իրական որտեվ երեխա էինք, էլի շատ։ Դրամա եք ուզում։ Չէ, ավելի շատ ոչ թե դրամա, այլ ուղղակի ինչ որ կետերում հասկանում ենք, որ մենք դեռ բավարար հասուն չենք հարաբերությունների համար։ Ասում եք, ես դեռ փոքր եմ։ Ես դեռ պետք է սովորեմ։ Իրականում առաջին բաժանումը հենց մոտավորապես այդ թեմայով էլ եղել էր, որովհետև ես դեռ սովորում, երկուսս էլ էինք սովորում, երկուսս էլ անվճար էինք սովորում, երկուսս էլ պետք է լավ սովորենք, հաճախ հնարավոր է մի փոքր խանգարեին մեր հարաբերությունները այդ ամեն ինչին։ Դե այդքան լավ չէր ստացվում ու արդեն հետագայում հասկացանք, որ ինչ ուզում ա լինի, մեկը մեր ճանապարհները խաչվում են։ Իսկ Վազգենը ես նրան գիտեմ ստենդափից, բայց միայն ստենդափով է զբաղվում, թե նաև ուրիշ սցենարիստ է։ Վազգենը տարբեր ստենդափներ, շոուեր, պրոյեկտներ, սցենարներ է գրում, բայց նա կրթությամբ դերասան է, ուղղակի այս բանը չի ուզում զբաղվել։ Հա։ Իմ երազանքը ինքն էր էլի իրականացնում։ Բայց այս պահին դե փաստացի չի զբաղվում այդ ամեն ինչով։ Շատ եմ հուզվել առաջարկության վիդեոից, շատ եմ ուրախացել, որովհետև երևաց, որ դա իսկապես անակնկալ էր քեզ համար։ Չգիտեմ, կամ շատ լավ ես խաղացել։ Չէ, ես իրոք չգիտեի։ Որովհետև սովորաբար բոլորը իմանում են աղջիկներից, որ հեսա իրենց առաջարկություն են անելու, իսկ դու սենց ես կարամ պատմեմ ինչի ես չէի գուշակել։ Ուրեմն այդ մեր trip-ի վերջին կամ նախավերջին օրը, եթե չեմ սխալվում, մենք հաջորդ օրը վերադառնում էինք արդեն Հայաստան։ Ուրեմն մենք ասացինք, որ նավով տուր վերցնենք, գնանք այնտեղ մոտիկ կղզի կար շատ սիրուն, կոչվում էր Պինգվինների կղզի, ասացինք գնանք այդ կղզի, սիրուն կլինի, այնտեղ կնկարվենք։ Ու նավը, այտենց մենք երկուսով էինք նավի վրա ու վարողը։ Նավը այսենց էր գնում կատաստրոֆիկ ձև։ Ես էլ ջրից վախում եմ իրական։ Ես նոր եմ sense մանր քայլերով սկսում եմ հաղթարել, բայց միևնույնն է, եթե ես նենց տեղում եմ, որտեղ գիտեմ, որ ջուրը ինձ կծածկի, ես sense եմ լինում ուր մնաց, որ այդ ծովի մեջտեղում է։ Նավը անսահման թափահարում էր ու մենք այդ վարդին հարցնում ենք, ասում ենք նորմալ է, որ sense է։ Ինքը ասում է, ճիշտ ասած հիմա մի քիչ ալիքները ուժեղ են, բայց իմացեք, որ ոչ մի ֆորս մաժոր չկա, ամեն ինչ նորմալ է։ Ու ինքը տեղյակ էր առաջարկությունից, եթե ինչ։ Ու sense ոնց որ մենք դեռ կղզի չենք հասել, Վազգենին ասում եմ, կարող է այդ կղզի չգնանք, ուղղակի մոտիկ միտեղ կանգնենք ու տաքսիով հետ գնանք, որովհետև ես այս ճանապարհը հետ չեմ ձգի։ Տաքսիով ծովի մեջ։ Չէ, մենք ասացինք կղզի չհասած, այսինքն կղզին երևում էր, բայց դեռ չենք հասած, ասեցինք կողքը միտեղ կանգնենք, տաքսիով հետ գնանք, որովհետև սենց շատ վախեցած էինք իրոք։ Նու ես էի վախեցած, ոնց որ տենց ասում եմ, դե ինքն էլ ասում է, դե հա, եթե վախեցած ես, իհարկե։ Ինքը կնես որոշել էր կղզում առաջարկություն։ Նու մտածում էր կամ կղզում կամ թեկուզ գոնե այդ կղզու ֆոնին լինի այդ ամեն ինչ որ այդպես էր մտածում։ Ասում էր ոնց որ սպասում էի ոնց կգնա էլի ամեն ինչը, ու տենց որ շատ վախեցած բան, կարող է վիդեոյում ինչ որ ձև երևա էլի, որ ես այնպես մի քիչ դողում եմ։ Ասեց, հա դե թե վախենում ես, խնդիր չկա էլի, վարդին էլ ասինք, վարդը ասեց, դե հա, պրոբլեմ չկա, ուղղակի արդեն որ պետքա կանգնենք, ասեց, կարող է գոնե, այսինքն Վազգենը չասեց, ինքը ասեց, կարող է քանի դեռ չեք իջել, մի հատ ասենց սիրուն նկարեմ ձեզ, տենց նոր իջնեք։ Ասում դե հա եկեք նկարվենք, ես ինձ մտածում եմ նկարվում ենք, իջնենք, հետ գնանք ու հենց այդ ժամանակ այդ ամեն ինչը լինում։ Դից իրոք իմ համար անսպասել էր, որտեվ սենց վախեցած մթնոլորտ էր ու արդեն տրամադրվածություն ինձ էր, որ հնարինս շուտ իջնենք գնանք էլի։ Ոչ թե ամուսնություն։ Ոչ թե այն կյանքս 180 աստիճան փոխվեր ու մի հատ խնդալու դեպք էլ պատմեմ։ Դեռ չէր որ Վազգենոցյանելու առաջարկությունը։ Առաջին քաղաքում, որ մենք երկու քաղաք ենք փոխել, առաջին քաղաքում ենք
ինքը հյուրանոցի մենեջերին հարցել էր կարող է ինչ-որ առաջարկ ունենաք, թե ոնց կարելի է անել առաջարկությունը։ Ասել են, մենք ասեց մենք մի հատ շատ սիրուն սրտիկ ունենք։ Կարողանք այդ սրտիկը առաջարկենք, այդ սրտիկի ֆոնին անենք։ Ասեց ասել էր դե այդքան էլ չէ, ասեց Արել են Հայաստան։ այդ լիքն են Mary Me գրա։ Ասեց մենք կդնենք, դուք եթե կուզեք կարաք այդտեղ անեք, եթե չէ, ասեց հա, խնդրեմ չկա ու բերելի սենց շատ ոտ տերևներով սրտիկ էր, կորմիր կոպույտ լույսերով։ Սենց ոսկենոսվում, սենց սիրտը շատ կախեր, բայց ըստ հələ միշտ մատանին մոտն էր, բան որ ասեց ըստ իրավիճակի հասկամ, կարող իրավիճակը նենց ելնում, ասեմ դե լավ, հիմա արժի ես գալիս եմ, այդ բան ես այդտեղ չէի։ Արդեն գալիս եմ այս ժամանակ, երբ սրտիկը դրել ասում եմ, «Իսկ ի՞նչ գեղո սրտիկ»։ Ամեն ինչ սենց կանեց հասկացա, որ չէ, հաստատ պետք չի լինի։ Ավելի լավ է նավի մեջ վախեցած։ Ավելի լավ է վախեցած նավի մեջ ակոլաների ֆոնին։ Անի, քանի որ դուք նույն ոլորտից եք, քո վիդեոներն էլ են հումորային, ինքն էլ դե համ սցենարիստ, համ լավ ստենդափերը, աշխատում եք իրար հետ, ինքը քեզ օգնում է սցենարներ կամ դու իրան օգնես ստենդափ գրելուց։ Ինքը ինձ շատ է օգնում իրականում։ Դե բնականաբար մեծ մասամբ ինչ որ աշխատանքը ես եմ անում, ինքը ավելի շատ sense հումորներ է ավելացնում, կամ օրինակ ինչ որ իդեաներ է տալիս, բայց շատ է օգնում բնականաբար։ Հա, մեծ մասամբ սիրուն ֆոտոներ անում է։ Հա, շատ ինձից լավ է նկարում, ես այդքան լավ չեմ նկարում։ Վիդեոների 90%-ը ինքն է նկարում։ Դու որպես բլոգեր բավականին պահանջված ես, բավականին շատ գործընկերներ ունես, համագործակցություններ, ենթադրում նաև ֆինանսական առումով է դա տենց հավես լավ գնում։ Ոնց օրինակ այդ մասը քո ու Վազգենի հարաբերություններում դու որպես տենց հաջողակ բլոգեր, ինքը սցենարիստ եւ ստենդափեր sense դու բան արդյոք դա չի խանգարում ձեզ այդ ֆինանսական թեման։ Չէ, իրականում ընդհանրապես, տենց առանձնապես նույնիսկ այդ թեմայից տենց չենք էլ խոսում։ Խոսացեք։ Ես ամուսնանալու եք, չէ, եթե նշանվել եք։ Այո։ Բա արդեն մտածեք ով է վճարում 50-50-ա, թե այդ թեմաները քննարկեք։ Դե միասին հիպոթեկ ենք փակում։ Հա։ Իրականում հիմա մի հատ գաղտնիք բացեմ, դե այն ժամանակ Վազգենի մասին չգիտեին իմեջում։ Ես ասել էի տուն համար, բա իրականում ես Վազգենի հետ արել եմ տունը։ Մենք միասին էինք։ Հա, արել։ ամուսնական բնակարանն է լինում։ Այո։ Այսինքն դուք արդեն հուրհավիցեն կապված եք իրար հետ։ Ուզենք 20 տարի մինիմում, հիպոթեկը 20 տարով է, այնպես որ մինիմում։ Ու այդ ժամանակ մենք բնակարանը միասին ենք ձեռք բերել, ու սենց հաշտ համերաշխ միասին։ Իսկ ես պատկերացնում ես արդեն սենց ամուսնացած, հետո էլ ոնց է չլի կողո մամա դառնաս շուտով։ Այդ դերերում պատկերացնում ես քեզ տան կին։ Ամուսնացած մի քիչ հա, բայց մամա դեռ չէ։ Իրական ես երեխաների հետ շատ լավ լեզու գտնում, այդ ամենը լավ է, բայց որպես մամա ավելի շատ ոչ թե երեխայի ու իմ հարաբերությունների մասին եմ մտածում, այլ որպես մամա ամեն ինչը համատեղելու արծում, ու այսօր հենց քո մասին է էլի մտածում, որ դու մամա ես, բայց ամեն ինչ հասցնում ես։ Ոչ մի բան չեմ հասցնում։ Չէ, ո՞չ չես հասցնում, հիմա մենք նկարահանում ենք իրար հետ։ Դու թրիփեր ես անում լիքը։ Բայց հիմա երեխուս թողել եմ։ Հա, բայց փաստորեն ջերմություն ունի, եթե ինչ էլի։ Լավ էլ չեմ մտածում։ Չէ, բայց իրական դու թրիփեր ես անում, աշխատում ես, երեխայի հետ ժամանակ ես անցկացնում, Դե ո՞նց չէ, ես բայց հասցնում։ արդարության համար ասեմ, որ այն դժվար պահերը, որ ոչինչ չեմ հասցնում, զուտ ոչ էլ հասցնում եմ այդ ժամանակ ինչ որ story կամ post անեմ, դրա համար չի երևում ու լիքը բան չեմ հասցնում։ Սխալ տպավորություն է չլինի, իրականում շատ բան չեմ հասցնում։ Բայց իմ համար գլխավոր մտավախությունը մամա լինելու հենց այդ ոնց են հասցնում, էլի այդ։ Հա, իրականում այդ թեման կա, պետքա տենց ռեալ նայես, որ եթե պլանավորում ես, պետքա պլանավորես, որ ինչ որ մի բաներից ժամանակդ պետքա տեղափոխես մամայության մոտ։ Մի խոսքով քեզ չես պատկերացնում հələ։ Ավելի շատ զուտ այդ մտավախություններն են, թե ոնց եմ հասցնելու։ Բայց ես կուզեի մամա լինել, ուղղակի sense հիմա շատ եմ վախենում այդ չհասցնելուց, այդ ամեն ինչից։ Դու Վազգենը, ինչու իրար հետ կոնտենտ չունեք։ Տենց մտածված կոնտենտ էլ ինքը Արմենի հետ է անում։ Դու քեզ Իրականում չենք ուզում սենց մի անգամից բոլոր սենց ամեն ինչ ինչ հնարավոր է միասին անել, կոնտենտ, հարցազրույցներ եւ այլ, դե մեզ միասին են տարբեր հարցազրույցներ հրավիրել, մենք չենք գնացել, որովհետեւ սենց չեմ ուզում մենք մի անգամից հնարավոր աններ ինչ կա, այդ ամենը սպառենք միասին։ Ես ուզում եմ սենց մի փոքր ավելի փախած լինենք մենք միասին։ Տարբերվող լինենք եւ ավելի ուշուշ անենք էլի այդ ամենը։ Ես մտածում եմ նույնիսկ երբ սկսենք միասին կոնտենտ անել,
դա երկուսն ենք էլի մտածում։ Անենք կոնտենտը բավականին ուշուշ, որ իր պահանջվածությունը մնա, որովհետև եթե մենք սկսենք իրան հաճախ տալ, այդ կլինի արդեն սովորական անհետաքրքիր, այո։ Չէ, բայց քեզ ասեմ, մեկան այվելու է զույգային կոնտենտը, հենց Ինչ որ պահի էլ չէ։ Այսինքն, եթե արվի ամսական, չգիտեմ, դիցուկ 7-8 վիդեո միասին, շատ կարճ ժամանակ հետո իրանք դառնալու են դե սովորական շարքային վիդեոներ։ Ամեն դեպքում պլանավորում եք։ Հա, միանշանակ, հաստատ կանենք, ուղղակի ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի հնարինս լավ, այսինքն մենք սենց հենց Прям շատ լավ միտք ունենանք, այն որ ասենք, всё, այս 10-ից 10 միտքա, այդ ժամանակնոր նկարենք ոչ թե սենց արհեստական, այնքան որ ինչ որ վիդեո միասին նկարելու համար նկարենք, էլի, ուզում ենք սենց անելուց մենակ լավ բան անել։ Հարսանիքը պլանավորում եք արդեն։ Փոքր քայլերով, հա։ Նայում ես հարսի շոր։ Հա, հələ այտենց շատ հստակ չէ, բայց սենց սեյվեր եմ անում լիքը հոմոգործակցության համար գրում են։ Հարսի շորերի։ Հա։ Քեզ եմ նվիրում ուշացած տողեր։ Վազգենի այդ կոնտենտի մասով Ամալիայի այդ հարցազրույցում ասում էր, որ չես ուզում տենց իր հետ կոնտենտը կոմերցիոն լինի, գովազդներ անես, ինչի։ Այդ պահի դրությամբ սենց չէի ուզում, որ մարդիկ մտածեն, որ ես մեր մասին հայտնում եմ լուրը, որ մենք միասին ենք, կոմերցիոն նպատակով, որ մենք սկսենք միասին կոնտենտ անել, գովազդներ անել եւ այլն։ Ուզում եմ ոնց որ այդ ամեն ինչը հարաբերությունները չդարձնել կոմերցիա, էլի, ես ուզում եմ, որ վատ կլինի։ Ինձ թվում է այդ պահին ավելի շատ վատ կլիներ։ Օրինակ ես այս պահին էլ ոնց որ այդպես պլաններում չունեի մեր մասին հայտարարելու, չնայած որ մտածում եմ, որ կարելի է ինչ որ trip-ից սիրուն նկարներ post-ել, բան ուղղակի որ առաջարկություն եղավ, ասի արդեն անիմաստ է, էլի, այդ ամեն ինչի մասին չասելը, ու սենց չեմ ուզում, էլի, որ այդ ամեն ինչը կոմերցիոն բնույթ կրի։ Ուզում եմ սենց ինքը իր cute կետը պահի, էլի։ Okay, մտածում ես, որ կոմերցիան կարա փչացնի cute-ությունը հարաբերությունների։ Ինձ թվում է այս պահին կոմերցիան ավելի շատ խանգարող կլինի, քան իօքուտ, էլի, ոնց որ միշտ չի, որ ես տենց իմ համար շատ սկզբունքային չի, որ ես ամեն ինչի շուրջ ոնց որ գումար վաստակեմ, գովազդ անեմ եւ այլն, ու ուզում եմ սենց հաճախ էմոցիաներին ավելի շատ տեղ տամ, քան կոմերցիային, էլի։ Ոնց որ հոկեբանի մոտ լեն չոր նշումներ ես անում մոտ։ Դրա համար եմ ես գրիչը պատվիրեն հենց հավես, որ սենց որ հարցը տվել եմ ջնջում եմ։ Հա, շատ չէ։ Անչի ուզում կոմներ։ Հետո գիտես, ինձ մի քիչ սենց լուրջ լրագրող եմ զգում։ Հա, շատ։ Թեթև սոլիկ։ Հենց պատրաստվել եմ, ուսումնասիրել եմ, research եմ արել ես մի ժամ։ Հով սենց շատ պրոֆեսիոնալ ես։ Ասա, մի ժամ, ասա որ մի ժամ առաջ եմ քեզ հյուր կանչել ու սա հասցրել եմ անեմ։ Ինձ թվաց դու նախապես ունեիր գրած։ Հայաստանում ըստ քեզ ինչի չկա աղջիկ հումորիստ։ Ուր են նրանք։ Ես օրինակ շատ եմ նեղվում, որ գալիս եմ արի ստենդափ, դե հիմա ձերն է։ Ընտանեկան։ Եվ չկան աղջիկ հումորիստներ։ Մի հատ իմ մասին պատասխանեմ, հետո արդեն գլոբալ։ Օրինակ ես ինքս ինձ ստենդափ ժանրում չեմ պատկերացնում։ Բայց ունեցել ես, չէ՞, փորձ։ Չէ։ Ստենդափ չեմ կարծացել։ Մի անգամ ու չի ստացվել ինչ որ տենց մի բան ինֆորմացիա պեղել եմ։ Չէ։ Չէ, չեմ արել։ Ասում եմ պեղել եմ։ Իրականում չէ, չեմ փորձել։ Իրականում ես ինձ ստենդափում չեմ պատկերացնում։ Ես սիրում եմ շատ նայել ստենդափ, շատ եմ սիրում։ Երևի հումորային ժանրերից ամենաշատն ստենդափ նայելն եմ սիրում, դա ամեն շատ բնական է, ինչ որ գերխաղեր չկան եւ այլն, ամեն ինչ օրգանիկ է շատ, բայց ինձ այդ դերում չեմ պատկերացնում եւ կարծում եմ, որ հնարավոր է ինպես մարդիկ շատ են։ Ինձ թվում է Հայաստանում այնքան շատ ատարածվել այդ միտքը, որ աղջիկը հումոր լավ չի անում, աղջիկը հումոր լավ չի անում, դա աղջիկա մոր ինչ, որ այդ դաջվել է շատ աղջիկների մեջ, ու հիմա իրանք այդ ամեն ինչը կոմպլեքսավորվում են անել գուցե։ Ինձ թվում է այդ ռոպագանդան շատ է եղել։ Ես ունեմ սենց կարծիք, որ ավելի շատ աղջիկները հակված են սենց պուպուշ երևալ, իսկ երբ որ հումոր ես անում, վсё-же այդքան է պուպուշ չես երևում, ու երևի դա էլ է խանգարում։ Տես, որ քո հետ սենց ուղակի առօրյայում շփվում ես, դու սենց պուպուշ աղջիկ ես, սենց լավ ընտանիքից, սենց ադատներով բան, բայց քո մեջ կա մեկ այն կայծը, որը արտահայտվում է քո
հումորային վիդեոների մեջ լավ կայց է, էլի։ Ինձ հետաքրքիր է դու արդյոք սենց շատ ներդաշնակ, ադաթավոր աղջիկ ես, թե կամ բաներ, որոնց հետ օրինակ այդքան էլ համաձայն չես մեր այս պահպանողական իրականության մեջ, որ չգիտեմ, աղջիկը պետք է այսպեսին լինի, այնպեսին լինի։ Այդ պահպանողական ադատների հետ համերաշխ չեմ իրականում, ոչ մի ձև, այտենց ինչ որ ռամկաներ այդ ամեն ինչի հետ ոչ մի կերպ համաձայն չեմ եւ դեմ եմ, որ 2025 թվականն է դրսում, բայց շատ կետերով այն դեռ շարունակվում է, բնականաբար դեմ եմ, որովհետեւ հայաստանյան իրականությունում մասնավորապես այդ բոլոր ադատները հենց աղջկա շուրջ են պատտվում, որովհետեւ եթե մենք ինչ որ տոկոսային հարաբերակցությամբ ունենք, ինձ թվում է 90% աղջիկների մասին է, 10%-ը մենակ տղաների, ու բնականաբար այդ ամեն ինչին կողմնակից չեմ ու ուրախ եմ, որ շատ պահպանողական ընտանիքում չեմ էլ ապրում, ավելի Օրինակ հիմա որ դու մենակ ես ապրում, ձերոնք հանգիստ են այդ փաստը ընդունել։ Իրականում ես եթե անկեղծ լինեմ, սկզբում մտածում եմ, որ հնարավոր է ավելի հակասական մտքեր ունենան, մտածեն դե լավ, դե աղջիկ աուրա գնում մենակ ապրի, բայց չէ, ընդհանրապես այդպես չեղավ։ Ճիշտ է, արդարության համար նշեմ, որ մեր տները բավականին մոտ են իրար գտնվում, բայց ես իրանց վերջերս հայտնեցի, որ ուզում եմ տեղափոխվել մեկ այլ ավելի մեծ բնակարան, ցանկալի է կենտրոնում լինի, որ ես ամենտեղ ավելի հեշտ հասնեմ։ Դրան նույնպես շատ լավ արձագանք ստացա ու օրինակ հենց այս երևույթն է, մասնավորապես աղջկա դեպքում ինձ թվում է այնքան կարևոր է առանձին ապրելը, որովհետև նախ շատ հարցերում դու լրիվ ինքնուրույն անում ես, ինչը որ քեզ կյանքում հետագայում շատ-շատ է պետք գալիս, որովհետև կոնկրետ իմ դեպքում շատ հարցերը մաման էր հենց անում ու ես երբ որ արդեն սկսեցի մենակ ապրել, ես նոր բախվեցի, որ վայ, սենց գործել կար, վայ, սենց բանել կար եւ այլն եւ այլն։ Իսկ հետո արդեն քո համար այդ ամենը էլ վախենալու չի դառնում, էլի ու բացի դրանից իրականում դու հենց մենակ ապրելուց ես դու ինքդ քեզ լրիվ հասկանում, որովհետեւ այն ինչպիսին դու լինում ես տանը մենակ, իսկ իմ դեպքում օրինակ ես տանը մենակ շատ չի լինում, որովհետեւ պլյուս մինուս ավելի մեծ ընտանիք ենք։ Դու մենակ այդ ժամանակ ես հասկանում, թե դու ինչ տեսակ մարդ ես ու քեզ ինչ ա պետք, մինիմում օրինակ տանը, որովհետեւ տանը դու այն ամենա քո ապահով տեղում ես, ասենց ասած, ու կարծես լինես այն ինչ կաս։ Ու ինձ թվում է մենակ այդ ժամանակ ես հասկանում ու էլի տենց շատ ադատներ կան, որոնց հետ ես օքեյ չեմ, որովհետև շատ մարդիկ ասում էին, էլի բախի գնացիր մենակ ապրես, չգիտեմ, չէ, բարեկամներ, հարևաններ, այդ ինչն է, այդ ինչի համար դու հելար մենակ ապրեն, ինչով են խանգարում քեզ տնեցի։ Բայց ավելի հասուն, ավելի կայուն, ավելի ինքնուրույն ես դարձել ես ընթացքում, չգիտեմ, ֆինանսների տնօրինման հարցում կենցաղը կազմակերպելու օգնել է քեզ։ Ինձ թվում է շատ օգներ, իրականում ֆինանսի հարցում, եթե անկեղծ լինեմ, որ ասեմ ինչ որ խանգարող բաներ կան այն ժամանակ ու հիմա փոփոխվել է, չէ, ոնց որ այդ հարցում այդքան շատ տարբերություն չեմ տեսնում։ Ոչ թե խելացի է մեկը, այլ սենց թենից կարողանում էի ֆինանսս նենց տնօրինեի, որ վերջում վարձի գումարը մնար, բայց շատ ավելի ինքնուրույն եմ դարձել, շատ ավելի կենցաղային հարցեր ինձ համար էլ վախենալու չեն թվում։ Հասկացել եմ, թե իրականում որն է այն տեսակը հանգստի, որ ինձ համար ամենաիդեալականն է ու գիտեմ, սրանից հետո երբ որ ես շատ հոգնածել եմ, ես հենց այս տեսակ հանգստի կարիքը կունենամ ու բնականաբար մենակ պլյուսներ կան ու մեր աշխատանքի դեպքում, քանի որ մենք անընդհատ կարիք ենք ունենում վիդեոներ նկարելու, սթորիներ նկարելու եւ այլն, երբեք դու այնքան հանգիստ չես նկարի վիդեոն, երբ դու գիտես տանը մենակ ես, քանի որ օրինակ չգիտեմ, մաման, եղբայրդ կամ չգիտեմ, քույրիկդ է եկել։ Մերսի շատ, ես շատ ուզում եի քո այսպես առանձին հարցազրույց անել, կամերաս միացավ։ Դելի ֆավորիտ լրագրող մասի դեպ նշեմ։ Որտեվ համ հումորով ես, համ դիպուկ հարցեր ես տալիս, համ նենց ես անում, որ այն մարդով, որ քեզ մոտ հյուր է, ինքը իրան հանգիստ ու ազատ զգա ու լավ զգա։ Դե լավ, այդ вообще չէ։ Ես հենց բայն համենայն դեպս հանգիստ զգացի, բայց ես սովորաբար միշտ շատ լարվում եմ, սենց կորմրում եմ, բան եմ բլում, սենց սկսում եմ, մեծ կոմոդ հանգիստ եղա մի տեսակ շատ։ Մերսի։